Տիկին Վիրաբյան իշխանությունները ապօրինի հետապնդումների են ենթարկում նաև կանանց, դուք այդ ճանապարհով անցել եք, ապօրինի բանտարկության եք ենթարկվել, այսօր բանտում են պահում Լիդիա Մանթաշյանին, ձեր կարծիքը այս մասով։ Բարև ձեզ, այո, իշխանությունները վաղուց այդ ամեն ինչը հատել են, անցել են կանանց, եթե հիշում եք, անցել են զոհվածների ծնողներին, զոհվածի մորը, դրանից հետո նաև ինձ, որից հետո բանտարկեցին, 2 ամիս անցկացրեցի բանտախցում եւ որից հետո Լիդիա Մանթաշյանը։ Բանը նրանում է, որ այստեղ տեսեք, այն կառույցները, որ աղաղակում են, բարձրաձայնում են, չգիտեմ, մեծ տառերով գրում են, այսինչ կանանց իրավունքների պաշտպանություն, երեխաների իրավունքների պաշտպանություն եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին բացարձակապես խոսք լինել այստեղ չի կարող լինել, որովհետեւ գիտենք այդ կառույցը պաշտպանում է միայն մեկ մարդու եւ նրա ընտանիքի իրավունքները, չնայած նրանց իրավունքները չեն էլ խեղում Հայաստանի Հանրապետությունում, ինչ վերաբերում է քաղբանտարկյալ, առհասարակ քաղբանտարկյալներին, մենք տեսնում ենք հստակ մի պատկեր, որը անհերքելի է, Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ այսքան բանտերում քաղբանտարկյալ չեն եղել, ինչ լինում են այս վերջին տարիների ընթացքում։ Բանտերը լցվում են քաղբանտարկյալներով, կապ չունի ինչ հոդվածով, նրանք պարզապես սարքում են հոդվածը, կարում են հոդվածը, տանում են բանտ։ Լիդիան այս իշխանության հերթական զոհերից է, ինչպես որ ես էի, Լիդիան ոչ թե դատապարտված է կամ կալանք է կրում կամ խափանման միջոց է կրում, Լիդիան պատժվում է, որովհետև ուզում է ունենալ հայրենիք, ինչպես որ ես էի ուզում։ Եվ մեր նման մարդիկ, ովքեր որ հանդգնում են այս իշխանությունների դեմ դուրս գալ, ասել, որ մեզ պետք է հայրենիք, մենք ուզում ենք հայրենիք, այո, մեզ համարել է խաղաղությունը կարևոր, բայց այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ ճանապարհով, որը անցել է մեր ազգը պատմության ժամանակաշրջանում, պատվով, տանելով եւ արհավիրքները եւ հաղթանակները։ Այդ խաղաղությունը այդպիսին պետք է լինի եւ երբ հանդգնում ենք հարցեր ուղղել իշխանությանը, ինչու է մեր տարածքները կրճատվել, ինչու է Արցախը հիմա ադրբեջանցիների ձեռքին, ինչի համար է աղաղակում Արցախը Հայաստանը եւ վերջ, բայց փաստորեն նույնիսկ հիմա կասկածի տակ է դրվում Հայաստանը Հայաստան է արդյոք։ Այդ հարցերը, երբ որ մարդիկ հանդգնում են տալ այս իշխանությանը, կամ մահանում են, կամ գնում են բանտ։ Եվ կա ավելի վատ միջադեպը ունենք, կամ բանտում մահանում են, ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքն է։ Եվ մի բան էլ քաղբանտարկյալների թեմայով ասեմ, դուք տեսնում եք, թե ինչ աղմուկ, աղաղակ է բարձրանում, դիմակներով մտնում են տները, վերջի դեպքերը հիշենք, Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեպքերը, որ մտան, ջարդ ու փշուր, դիմակներով, բանով, փաստաբանների ներս չէին թողնում, տևական ժամանակ, որ տեսնեն, թե ներսում ինչ է կատարվում, եւ դա հանրայնացրեցին, իրենք էլ իրանց հերթին նկարելով։ Տեսել եք այս վերջին ժամանակներում դեպքեր են տեղի ունեցել, երեխայի մահվան դեպքեր, սպանության դեպքեր եւ կասկածյալներին, մեղադրյալներին տեսել եք արդյոք այտենց դիմակներով որպես ծանր հանցագործության մեջ, որը երեխայի մահ է, որը մարդու դիտավորյալ սպանություն է, այդ ձևով ձերբակալ են։ Սրանք ընդդիմությանը ուղղված քայլեր են, որը արվում է նախ առաջինը վախի մթնոլորտ սերմանելու համար բոլորին եւ նրա համար, որ տեսեք, ովքեր որ կհանդգնեն, ասել մենք պետք է ունենանք հայրենիք, իրենց տեղը կամ բանտում է կամ գերեզմանում, ցավոք սրտի։ Ձեր գնահատմամբ ինչ են ուզում հասնել, ինչ ուղերձ են հղում, երբ բանտարկում են նաև կին գործիչների։ Արդեն ասացի, որ նրանք պարզապես հանրությանը եւ ընդդիմությանը
ցույց են տալիս նախ առաջինը վախի մթնոլորտը, երկրորդը որ նրանք որևէ բանի առաջ կանգ չեն առնելու, չեն նայելու կին է, նույնիսկ երեխա է, զոհվածի քույր է, զոհվածի մայր է, արցախցի է, բոլոր այն գծերը հատելու են, որը անում են փաստ մենք տեսնում ենք Լիդիայի դեպքն է։ Եվ տեսեք կան նաև այս գործով տղամարդիկ, որ խափանման միջոցները փոխվել են, մեղմացուցիչ հանգամանքներ են կիրառվել, բայց տարօրինակորեն եւ սկզբունքայնորեն Լիդիայի խափանման միջոցը չի փոխվում։ Որովհետև հանրության նրանք ասելու բանն է, եթե դուք համարձակվեք մեր իշխանությունների դեմ որևէ գործողություններ անել, այսպես չենք հաշվելու կին եք, մայր եք, քույր եք, զոհվածի մայր եք, տարեց կին եք, ինչպես որ էլի միջադեպեր են տեղի ունեցել տարեց կանանց նկատմամբ, գնալու եք բանտ։ Եկեղեցու դեմ հարձակումները եւս շարունակվում են, հիմա կարծես կան հոգեվորականներ, որ միացել են այդ արշավին, սա ինչպես է գնահատվում։ Եկեղեցու դեմ արշավները շարունակվում են եւ ցավոք սրտի դեռ շարունակվելու են եւ նրանց նաեւ թեւ է տվել իհարկե շինցու, բայց վաղարշապատում նրանց կրած հաղթանակը եւ հոգեվորականների վարքագիծը։ Տեսեք, երբ որ նրանցից հարցազրույցներ են վերցնում կամ ասում են, այ դուք կարգալույծ եղած քահանա եք, կարգալույծ են լինում, նրանք ասում են, որ մենք կարգալույծ չենք, մեզ չի կարող կարգալույծ եղած կամ կաթողիկոսը մեզ կարգալույծ անել։ Իրենք իրենց մեջ տենց այդ ձև մտածում են, էլի որ կարգալույծ է։ Բա ինչ որ մեկը չի հարցնում դրանց չեմ կարողանում այդ տարերին որևէ ձև ավելի ուրիշ ձևով դիմել այդ դրանք բա ձեզ օծողը ով է, բա այդ օծության ներքո չեք այսքան ժամանակ եկեղեցուն ծառայել, իբր թե ժողովրդին ծառայել, հետո ձեր ծառայությունները 30 արծաթով ծախել իշխանություններին, որը կեղեքում է հայկական բոլոր արժեքները։ Այս տարիների ընթացքում եկեղեցին ամենադժվարն էր նրա համար զավթելը, որը շարունակաբար process-ներ է ման եկել, թե ինչ ձևով ձեռքը հասցնի եկեղեցուն։ Ամեն ինչ իր մոտ հեշտ հասել է, հող հայրենիք սիրելու, Արցախի հարցը փակել է հեշտությամբ, գլխատել է մինչ այդ գլխատել է գեներալիտետը, ամեն բան արել է արժեքների ազգային համակարգի դեմ իր ոտնձգությունները այսպես ֆինալին հասցնելու համար միայն ու միայն մնացել էր եկեղեցին եւ ցավոք սրտի շարունակվում է եւ նրան չի լինում կանգնեցնել այս հոգեվորականները, ովքեր դավաճանում են իրենց սկզբունքները, ովքեր դավաճանում են իրենց օծությունը, ովքեր դավաճանում են իրենց կաթողիկոսին, դրանք վառ ապացույցն են։ Հուսամ, որ մնացածները ուշքի կգան, մնացածները չեն գնա այդ դավաճանական եւ մեղքերի մեծ մեղքի անեծքի ճանապարհով, որովհետեւ անպայման նրանք համարվելու են անիծյալներ եւ նրանց մեղքերը չի ներվելու միջև Ստեփանի կարգալույծ լինելը Ստեփանը չէ, Ստյոպայի կարգալույծ լինելը, երբ որ նրան ամբողջ համացանցը ամեն բան ասում էր, ես բառ չէի գտնում նրան ասելու եւ բացարձակ նրան ոչ մի վիրավորական բան չեմ գրել, բարձրաձայն եւ չեմ ասել, միայն հաշվի առնելով այն փաստը, որ նա դեռևս հոգեվորական է եւ համարվում է Աստծո օծյալ։ Եվ հենց այդ է, որ ժողովուրդը պիտի հասկանա, ժողովուրդը նրանք մի ամբողջ հանրության Նիկոլը, Պողոսը, Պետրոսը այդ դավաճան այդ 30 արծաթով ծախվածները տանում են այդ ժողովրդին մեղքի, նրանք չգիտակցված կամ գիտակցված գնում են մեղքի, գնում են կարգալույծ եղած քահանայի մատուցած, դա պատարակել չի կարող համարվել, ինչ որ միֆի են գնում մասնակցում եւ համարում են դրա անունը դնում են պատարակ, դա մեծ մեղք է եւ դու տանելով ժողովրդին դա ավելի անիծվում ես, պիտի անիծյալ համարվես եւ մի օր անպայման համարվելու են։ Սա է ամբողջ հարցը։
Փաշինյանը հայտարարեց, որ Վաղարշապատի իրենց ստացած 48%-ը նոր լիցք է եկեղեցու վրա հարձակումների համար, արդյոք վաղարշապատցիները այդ օրակարգով էին մասնակցում ընտրություններին։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ վաղարշապատցիները ոչ այդ օրակարգով չէին մասնակցում եւ փաստորեն ամբողջ 100% բնակչությունից Վաղարշապատի ընդամենը այդքան տոկոսն է գնացել ընտրության, որովհետև ցավոք սրտի նորից պիտի ասեմ, որ ժողովրդի մեջ ես ինքս մասնակցելով քարոզ արշավներին տեսել եմ ժողովրդի մեջ հուսալքություն, անվստահություն բոլորիս նկատմամբ, դա ես ընդունում եմ, որ նաև այն կուսակցությունը, ես եւ մնացած ընդդիմությունը մենք միգուցե եւ լավ չենք աշխատել, միգուցե եւ հասանելի կերպով բոլորին չենք կարողացել մեր գաղափարները եւ մնացյալները հասցնենք, դրա համար հիասթափությունը մեծ էր, նրանք ինչպես տեսակ եւ ես ճիշտ եմ ընտրությունների մասնակցելը փաստորեն չգնացին մարդիկ ընտրության, որովհետև ոչ մեկին չեն հավատում եւ հուսալքության շեմին են։ Այնտեղ ապրող եւ Հայաստանի մարզերում շատ բնակիչներ, գյուղեր, քաղաքների բնակիչներ, նրանք հուսալքության շեմին են, որովհետև ապրում են ծանր սոցիալական վիճակում, նրանց տարիներ առաջ 2018 թվականին կանգնեցին, ասեցին, որ դուք լավ եք ապրելու, դուրս եք գալու այդ բեռի տակից, հարկեր չեք վճարելու, այս չեք անելու, այն չեք անելու, նրանք հավատքով վեր կացան դուրս, չգիտեմ, ինչ խոստումների հավատալով եւ այսօր նորից հիասթափվել են, Արցախը հանձնելուց հետո մտածել են ընդդիմությունը որևէ բան կանի եւ դա էլ չի ստացվել, նորից ու նորից հիասթափվել են եւ նրանք հիասթափության շեմին են, իսկ մնացյալ ընտրողները մենք փաստ տեսել ենք այդ խախտումների միջոցով, ուղղորդված լինելու միջոցով եւ վերջապես նրանք համարելով արգիշտի ցավոք սրտի համարելով արգիշտի Մեխակյանի եւ դա իրականություն է հերոս մարդու որդի, բայց այդ ամենի տողատակերը չտեսնելով, որ արգիշտին նույնիսկ ինքը չի գնահատում իր հոր ավանդը, գնացել են որոշ մասը ընտրել են Նիկոլի հաղթանակը այդտեղ բացարձակապես ԿՊ-ի հաղթանակը բացարձակապես կապ չունի Վաղարշապատում տարած իրենց ճակերտավոր հաղթանակի հետ այդ հաղթանակը բացարձակապես կապ չունի եթե իրենք այդքան շատ էին մտածում այդքան վարչական ռեսուրսը մարդկանց կանչելով մատ թափ տալով որ կգնաք կընտրեք ոնց որ անում էին Գյումրիում արգիշտի կողքից ԿՊ-ի մեծ տառերը փոքրացնելով այդ հաղթանակի մասին խոսում Նիկոլը այդ խախտումները հոմ մենք ենք տեսել ինչքան տեղամաս կա այդքան դրանից հազարապատիկ ավել խախտումներ ինչ հաղթանակի մասին է խոսքը Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Փարաքարում պարտվելուց, բայց Վաղարշապատում հաղթելուց հետո կարծում եք ԿՊ-ն ստացել է վստահություն, որ կարող է հաղթել համապետական ընտրություններում։ ԿՊ-ն այլևս որևէ գիտակից հասարակության որտեղ գոյություն ունի գիտակից հասարակություն եւ ես վստահ եմ որ գոյություն ունի այդ հասարակությունը բացարձակապես հաղթանակ չունի ես արդեն մանրակրկիտ ասացի Վաղարշապատում նրանց տարած ճակերտավոր հաղթանակի մասին, բայց մնացյալ տեղերը մեծ քաղաքները Հայաստանի Հանրապետության մեծագույն քաղաքները, որը Գյումրին է, Վանաձորն է, այդտեղ պարտվելով հասկանում ենք, որ մեր հասարակության մեջ սթափ գիտակցող մարդիկ շատ են եւ 2026 թվականին Նիկոլի հաղթանակը մենակ լինելու է այսպես վախի ռեպրեսիաների շեմին, վախի մթնոլորտ սերմանելու շեմին, նա ամեն ինչ անելու է, ես ասել եմ, ինքը նույնիսկ իր շարքերից բոլորին ժերտվա կտա, ես ասել եմ Նիկոլը իր հորն էլ գերեզմանից կհանի կդատի, որ ինքը մնա իշխանության։ Իհարկե ամեն բան անելու է, պետք է սպասել այս իշխանությունից ամեն բան, ամենավատթարագույնից, ամենափոքր գործողությունները, ոտնձգությունները, որ կանի ընդդիմադիր ուժերի նկատմամբ, պետք է այդ ամեն ինչը սպասել, պատրաստ լինել այդ ամեն ինչի եւ այդ ամեն ինչի դեմ պատրաստվել գնալ ընտրության։
Ինչպես է գնահատում ընդդիմության շանսերը հերթական ընտրություններում, եւ ձեր կարծիքով ամեն ուժ իր ծրագրով պետք է մասնակցի, թե պետք է լինի միասնական ճակատ? Դուք նաեւ խոսացիք, որ հանրությունը ընդդիմության նկատմամբ եւս կարծես թե վստահություն չունի, այդ վստահությունը ինչպես պետք է ստանա ընդդիմությունը? Այդ վստահությունը բոլորիս ես ինձ էլ ընդհանրացնում եմ, որովհետև այսքան տարիների ընթացքում շարունակաբար պայքարել եմ եւ այդ պայքարում հաջողություն չունենալը նաեւ իմ հաջողություն չունենալն է։ Պետք է ամեն մեկս մեր մասով, մեր չափով թեկուզ պետք լինի ավելի շատ բարձրաձայնենք, ավելի շատ շփվենք հանրության հետ, ավելի շատ մտնենք նրանց տները, բացատրենք ինչ է կատարվելու, ինչ է լինելու, եթե նիկոլիզմը մնա իշխանության։ Մի քանի օր առաջ մի միջադեպ եմ տեսել, բոլոր պատերազմներին այս տարիների ընթացքում ինչքան պատերազմ եղել էր, մարդը մասնակցել էր։ Բազմազավակ ընտանիքի հայր էր, ուներ 9 կարծեմ 9 երեխա, որոնք ամուսնացած էին, ուներ թոռներ, եւ այդ տնից հարկադիրը նրան դուրս էր հանում։ Պետության տված տուն էր, ինչ որ հարկադիրը դուրս էր հանում, ինչ որ բանկային կազմակերպության, ինչ որ որոշակի գումարի համար։ Հասկանում եք, մարդը ասում է, ես ոչ մի իշխանության դեմ չեմ գնացել, ես պատերազմի մասնակից մարդ եմ, այսքան վիրավորումներ եմ ստացել։ Այս մարդը չի հասկանում, որ այս վիճակը նիկոլիզմն է, դա նիկոլիզմն է մտեքոտուն, այդ մարդկանց հետ մենք չենք աշխատել։ Եվ շատ նման մարդիկ, որ ասում են, որ իշխանությանը դիպչելը դա դիպչել է պետությանը։ Այդ ամեն ինչը պետք է վերացնենք, որ ոչ, այս իշխանությունը ինքնին դիպչում է պետությանը։ Երբ որ դիպչես այս իշխանությանը, չես դիպչում պետությանը, այլ փրկում ես քո պետությունը։ Այդ մարդիկ, տեսեք, ժողովրդական ամագ ունեցող մարդ է, պատերազմների է մասնակցել, սերունդ է այդքան տվել հայրենիքին, թորներով լիքը տուն է երեխաներով, ու ինքը բողոք չունի իշխանությանը, ասում է մենք կդիպչենք։ Շատերի մոտ այս կարծրատիպեր գոյություն ունի, դրանք պետքա կոտրենք, պիտի օր ու գիշեր աշխատենք, որ մարդկանց մեջ այդ հավատքը նախ մեր նկատմամբ, նախ առհասարակ կյանքի նկատմամբ, նախ պետություն ունենալու նկատմամբ, եկեք հաշվի առնենք այն փաստը, որ իրենց երեխաներին տվեցին, զոհեցին, օր ու գիշեր, փողոց, մեկը հաց էր դնում, մեկը ծխախոտ էր դնում, ուղարկում էր սահման, այսօր չունենք այդ սահմանը, այսօր չունենք Արցախը, հիասթափվելու առիթ չի, իհարկե հիասթափվելու առիթ է, այդ մարդկանց պետքա համախմբենք, հասկացնենք, աշխատենք։ Ինչ մնում է ընդդիմության միասին լինելուն, ամենակարևոր բանը, եթե չստացվի էլ այդ միասնականությունը, դաշինքներ կազմելը, միասին գնալու ընտրությանը, ամենակարևոր բանը, որ գոնե ընդդիմությունը իրար չխանգարեն։